Եթերում օրվա լրատվության գլխավոր թողարկումն է, ես Ամնա Սարգսյանն եմ, բարի երեկո։ Օրվա կարևորը նախ համառոտ։ Միքայել Սրբազանի խափանման միջոցը փոխվել է, դատարանը հրապարակել է որոշումը։ Վեճ ազատի գործով դատական նիստում, ինչու չի այրվել գործով հիմնական մեղադրյալ Եղիշե Հակոբյանի զինվորական հագուստը։ Հերթական գործը մայրաթորի դեմ, ինչ են պահանջում կարգալույց հոգևորականները։ Գնդերեցների ծառայություն բանակում, կարող են արդյոք հոգևորականները շարունակել իրենց ծառայությունը բանակում և ինչ պայմանով։ Մուտքը միայն հարուստների համար, Էփշտեյնի վայրի երեկույթների կղզին ու գաղտնի պատմությունների նոր արտահոսքը։ Միքայել Սրբազանի խափանման միջոցը փոխվեց տնային կալանքի, Վերաքննիչ քրեական դատարանը 2 ժամ առաջ բավարարեց փաստաբանների կողմից ներկայացված խափանման միջոցի միջնորդությունը և կալանքը փոխարինեց տնային կալանքով։ Մեղադրյալ Գևորգ Միքայել Արտաշեսի Աջակայանի նկատմամբ կիրառված խափանման միջոց կալանքի փոխել և նրա նկատմամբ որպես այժմեական խափանման միջոցներ համակցված կիրառել տնային կալանքը բնակության հասցեն քաղաքների իշխող փոխեցնում 6, իսկ բժշկական հաստատություն ստացիոնար բուժում աստիճան պայմանում տվյալ բժշկական հաստատություն։ Սրբազանը չի կարող ընդունել հյուրեր և զրուցել հեռախոսով։ Նշված սահմանափակումները չեն վերաբերում մերձավոր ազգականներին, պաշտպաններին, Շիրակի թեմի հոգևոր դասի 1 ծառայողի և վարչատնտեսական մասի 1 աշխատակցի։ Իդեպ Շիրակի թեմի առաջնորդ Միքայել arczepiskopos Աջապահյանի պաշտպանները նախքան դատարանի որոշումը գանգատ են ներկայացրել Մարդու իրավունքների եվրոպական դատարան, Եվրոպական կոնվենցիայով երաշխավորված իրավունքների խախտման հիմքով և խափանման միջոցի փոփոխման պատճառը քաղաքական են համարում։ Ես չեմ կասկածում, որ քաղաքական որոշում է եղել, չեմ կասկածում ուղղակի։ Եղել է բնականաբար քաղաքական որոշում, դա իմ կարծիքն է, բայց քաղաքական որոշումը կարող է լինել նաև արտաքին ճնշումներից, միջազգային կառույցների, իրավունքի ճնշումներից, հանրության լրագրողների, այս բոլորի արդյունքն է, որտեղ եթե դուք այս լուսաբանումները չանեիք, մարդիկ տարբեր տեղերից եւ տարբեր դրամաչափի փաստարկներ չներկայացնեն, ես կարծում եմ մենք ունենենք նույն վիճակը։ Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն էլ առաջին անգամ խոսել է զինված ուժերում հոգևոր առաջնորդությունը լուծարելու մասին։ Պապիկյանի խոսքով գնդերեցները կարող են շարունակել իրենց հոգևոր ծառայությունը, եթե ենթարկվեն զինված ուժերի բարոյահոգեբանական հարցերի վարչությանը։ Բանակում զինված ուժերում չի կարող լինել երկակի ենթակայություն։ Կարող եմ ասել, որ նախարարի հրամանը, որը մենք հրապարակել էինք, բացահայտում է, որ այո, մենք կարող ենք պայմանագիր կնքել Հայաստանում հայ առաքելական եկեղեցու հոգևոր կրթություն ունեցող սպասավորների հետ, որպեսզի նրանք ծառայեն եւ կատարեն իրենց առաքելությունը։ Աշխատավարձի մասին հիմա խոսել չեմ։ Նկատի ունեն, որ այդպես փորձում եք ներգրավել նրանց, որ ուրանան, ասպես ասենք, եկեղեցին այդ ենթակայությունը։ Դե եթե Հայաստանի Հանրապետությանը զինված ուժերին բանակին ծառայել ինչ-որ մեկը ուրացում է համարում, դա իր անձնական գործ է։ Խոսքը աշխատավարձի չափը նախ մեծ եք ասում, ես նման աշխատավարձի մասին տեղյակ չեմ, բայց բավարար աշխատավարձ կլինի, որը կտարբերվի նախկինում իրենց ստացած։ Բանակում պիտի լինեն հոգևորականներ, որոնք կենթարկվեն միայն զինված ուժերին, իսկ իրավունք ունեն արդյոք հոգևորականները վիճարկել կաթողիկոսի որոշումը։ Նախկին հոգևորականներ Ստեփան Ասատրյանն ու Արամայիս Թախմազյանը դատական հայց են ներկայացրել հայ առաքելական Սուրբ եկեղեցու դեմ։ Վիճարկվում են ամենայն հայոց կաթողիկոսի հայրապետական տնօրինությունները։ Կարգալույց հոգևորականները պահանջում են անվավեր ճանաչել կաթողիկոսի իրենց կարգալույց ճանաչելու որոշումը։ Զուգահեռ այսօր դատարանը հետազոտում էր Ազատի զինվորական կացարանի հրդեհի հետևանքով 15 զինվորի մահվան վերաբերյալ գործում առկա իրեղենապացույցները, զինվորների հագուստների կտորները, այրված կացարանից գույքի կամ այլ իրերի մնացորդները, պարկուճներ և զինվորական այլ պարագաներ։ Ուշագրավ էր, որ երբ դատարանն ուսումնասիրում էր գործով հիմնական մեղադրյալ Եղիշե Հակոբյանի զինվորական հագուստը, տուժողների ներկայացուցիչ փաստաբան Նորիկ Նորիկյանն արձանագրել է, որ մուշտակի վրա հրդեհի որևէ հետք չկա։ Դատարանում վիճակը բավականին լարված էր։ Ուշագրավ դրվագները դիտենք մեկ տեսանյութում։
Ենթադրաբար Եղիշե Հարտոփյանի պատկանող ձմեռային բաշխոնի վրա հրդեհի որևէ հետ արարելուց չի երևում, կան ուրեմն ենթադրաբար արհեստական եղանակով կտրվածքներ, Շևրոնը։ Արդյոք դες ինչ-որ մեկը չի փոխանցել գոմին։ Հետքի վայրի խախտման արդյունքում, ոչնչացված հետքի արդյունքում հնարավոր չի այսօր դրան վերաբերյալ ամբողջական տեսակետ արտահայտել։ Երևանի բակերից մեկում հայտնաբերվել է 15-ամյա տղայի դիք հունքի հատվածում հրազենի կրակոցի հետքով։ Մեզ տեղեկացրել է ներքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյանը։ Տղայի մարմնի մոտ հայտնաբերվել է նաև օդաճնշիչ հրացան, որով ըստ նախնական տեղեկությունների տղան ինքնասպան է եղել։ Տղայի մարմնի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։ Սարգսյանի խոսքով հրացանը մարտական չի եղել։ Իսկ Բաքուն բողոք է ներկայացրել հայ գեղասահորդների ընտրած երաժշտության վերաբերյալ։ Ադրբեջանի ազգային օլիմպիական կոմիտեն բողոք է ներկայացրել միջազգային օլիմպիական կոմիտեին Միլանում այսօր մեկնարկող խաղերում Հայաստանը ներկայացնող գեղասահորդների ընտրած երաժշտության վերաբերյալ, պնդելով, թե այն քաղաքականապես լարված եւ անջատողական է։ Զույգը որոշել է սահադաշտ դուրս գալ Արա Գևորգյանի Արցախ ստեղծագործության ներքո։ Հացահատիկից, բիտումից և հեղուկ գազից զատ Հայաստանը քննարկում է Ադրբեջանի տարածքով ևս երկու տեսակի ապրանքի ներկրման հնարավորությունը։ Տարեկան ամփոփիչ ասուլիսի ընթացքում հայտարարել է էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։ Նախարարը սակայն չի հստակեցրել, թե կոնկրետ ինչ ապրանքների շուրջ են բանակցում Երևանն ու Բաքուն։ Իսկ գործընկերոջս հարցին, թե ինչ է Հայաստանը պատրաստվում արտահանել Ադրբեջան, նախարարը այսպես է պատասխանել։ Պարոն Պապոյան, ասացիք, որ երկկողմարությունների ցանկերը մասնակցած են։ Ադրբեջանից Հայաստան ներմուծելի կապանքները, որ պրոդուկտների են առնչվում, օրինակ գյուղմթերքի ներդրումը հավանական է, եթե այո, ինչպես է գնահատված դա հնարավոր ազդեցություն արտադրության համար, ևս մեկ հարց երկրների իմաստով, արդյոք բնակիչներին արդեն զգուշացրել եք նախահավասի կառուցման մասին, լսել եք աշխատանքներ, նախատեսել եք, թե ինչ փոխհատուցումներ պետք է ստանան։ Որ թաղամասի մասին եք ասում, downtown-ի Այս նորագյուղի downtown-ի մասին, հա, լավ, համաշխարհային առևտրի կենտրոնի դեպքում, որքան գիտեմ, մեծ մասը արդեն առել են, փոխհատուցումով առնում են, դες շատ մեծ կարծես թե աղմուկ չկա, ենթադրում եմ առաջարկնել հետաքրքիր է, որ աղմուկ չկա, երկրորդը նաև ինքը մնացած է մասնավոր տիրույթի հարց է, այսինքն երկու մասնավորի խոսակցություն պետք է լինի, ինչ վերաբերվում է Ադրբեջանից Հայաստան, ընդհակառակը, եթե լինի, կլինի Հայաստանից Ադրբեջան, գյուղմթերքի արտահանում, եթե լինի, այս պահին մենք այդ հնարավորությունը, այսինքն մենք շատ ավելի մրցունակ ենք այդ առումով եւ մենք ավելի պոտենցիալը գնահատելիս մենք այդպիսի հնարավորություն չենք տեսնում, որ հնարավոր է Ադրբեջանից գա էական քանակի գյուղմթերք, ընդհակառակը պոտենցիալ տեսնում ենք, որ կարող է Հայաստանից արտահանվել Ադրբեջան, սա էլ կարևոր է, երևի թե այլ հարց ունեիք դուք, թե դա էր։
Մինչ նախարարն այսօր ներկայացնում էր տնտեսական ձեռքբերումները, աշխատատեղերի ավելացումը եւ բարձր աշխատավարձերը, տնտեսագետները այլ իրականության մասին են խոսում։ Այսօր նվազագույն աշխատավարձը կազմում է 75,000 դրամ, մինչդեռ մեկ անձի հաշվով նվազագույն սպառողական զամբյուղի արժեքը արդեն անցնում է 80,000-ը։ Այսինքն երկրում կան մարդիկ, որոնց ամսական աշխատավարձը չի բավարարում անգամ նվազագույն սպառման կարիքները հոգալու։ Եվ սա այն դեպքում, երբ աշխատուժի մոտ 25%-ը ստանում է հենց նվազագույն աշխատավարձ։ Իսկ ինչու են Հայաստանում մարդիկ վատ ապրում, եթե ամեն ինչ շատ լավ է, Անահիտ Սարգսյանն է ներկայացնում։ 2021 թվականից նվազագույն աշխատավարձը Հայաստանում աճել է ընդամենը 7000 դրամով, իսկ մեկ անձի հաշվով նվազագույն սպառողական զամբյուղի արժեքը գրեթե կրկնակի։ Ստացվում է նվազագույն աշխատավարձն այսօր 75,000 դրամ է, իսկ սպառողական զամբյուղը 80,000։ Եվ սա այն դեպքում, երբ Հայաստանում աշխատուժի գրեթե քառորդ մասը 25%-ը ստանում է նվազագույն աշխատավարձ։ Սա լուրջ էական խնդիր է, որովհետև սոցիալական պետության հիմնական գործառույթը դրական պիտի լինի այն, որ առաջնահերթ ապահովի ցածր եկամուտ ունեցողների եկամուտների աճը։ Տնտեսագետները նաև հարկային անարդարություն են տեսնում։ Նվազագույն աշխատավարձ ստացողը վճարում է նույնքան հարկ, որքան միջին եւ բարձր եկամուտ ունեցողը։ Մարդիկ, այսինքն դառնում են անտարբեր աշխատանքի համար, որովհետև եթե չաշխատեն նպաստ ստանան եւ աղքատ լինեն եւ աշխատեն, աշխատավարձ ստանան եւ աղքատ լինեն, այստեղ որևէ տրամաբանություն եւ արդարության զգացում չի կարող լինել։ Ի տարբերություն նվազագույնի, միջին աշխատավարձը պաշտոնական տվյալով նկատելիորեն աճել է։ 2025 թվականին կազմել է 327,155 դրամ, ինչը տնտեսագետը սխալ հաշվարկի արդյունք է համարում։ Որովհետև պայմանական ասենք 700,000 մարդ աշխատավարձ է ստանում, եթե այդտեղ մի 50,000-ը մեծ աշխատավարձ ունի, ասենք մի քանի միլիոն դրամանոց աշխատավարձեր, դա ազդում է միջին աշխատավարձի վրա եւ երևում է թե ասենք օրինակ պայմանական 280-300,000 դրամա միջին աշխատավարձը, մեզ թվում է թե 700-750,000 աշխատողների մեջ կամ 800,000 աշխատողների մեջ կեսը ստանում է այդ միջին աշխատավարձը, այդպես չի։ Ստացվում է միջին աշխատավարձը բարձր է բացառապես որոշ ոլորտների հաշվին։ Մենք ունենք 13,000-ավոր մարդիկ, մոտավորապես 184,000 քաղաքացի ունենք, որ դրանք անապահովության մեջ են։ Մենք ունենք էլի 10,000-ավոր քաղաքացիներ, որոնք գործազուրկ են։ Մենք ունենք պարզապես ցածր վարձատրվող քաղաքացիների շերտ գյուղական շրջաներում, եւ որ նրանք զբաղված են ինքնազբաղ, գոնե իրենց ապահովելու այդ աշխատանքով, նրանց մոտ եկամուտների հետ կապված նման թվեր, որ 100,000-ավոր պարզապես գոյություն չունի։ Կոմենդանտյանը նույնպես պնդում է, որ միջին աշխատավարձը չի արտացոլում Հայաստանի աշխատաշուկայի իրական պատկերը։ Այն առավելապես վերաբերում է արտահանելի ճյուղերին եւ ՏՏ ոլորտին։ Ամբողջ ֆոնդը վճարված աշխատավարձերը, որոնք հստակ երևում են տաք սերվիս կայքեջում պետական եկամուտների, չէ, դա բաժանում է աշխատողների քանակի վրա։ Հիմա այս մարդիկ հասկանում են, որ դա որոշակիորեն սինթետիկ գործակից է, եւ եթե երկրում կան 24% աղքատներ, 23-7% աղքատներ, դա նշանակում է, որ այս աշխատավարձերի բարձրացումը կատարում է միայն այն բնագավառներում, որոնք ենթադրենք ավելի արտահանելի ճյուղ է։ Բևեռացված աշխատաշուկա, աշխատավարձերի մանիպուլյատիվ պատկեր, հարկային անարդար քաղաքականություն, չընդհատվող գնաճ։ Տնտեսագետները պնդում են, քանի դեռ այս խնդիրները կան, Հայաստանում մարդիկ բարեկեցիկ չեն ապրելու։ Անահիտ Սարգսյան, Գեղամ Ղազարյան, ABC Media։ Քաղաքացիների գրպանին ամենաուղիղ ազդող գործոններից մեկն էլ էներգետիկան է։ Էլեկտրաէներգիայի գինը, համակարգի կայունությունը եւ այն, թե ում հետ ու ինչ պայմանով է կառուցվում Հայաստանի էներգետիկ ապագան։ Այս ֆոնին իշխանությունը հայտարարում է ատոմակայանի վերաբերյալ ռազմավարական որոշման մասին, այն լինելու է մոդուլային։ Միաժամանակ հրապարակային դաշտում քննարկվում է նաեւ Հայաստանի էներգետիկ համակարգը հարևան երկրների ցանցերին միացնելու հեռանկարը, այդ թվում Ադրբեջանի հետ։ Ինչ է նշանակում մոդուլային ատոմակայան Հայաստանի համար եւ ինչ ռիսկեր ու հնարավորություններ են տեսնում փորձագետները այս էներգետիկ ուղղության մեջ, հաջորդ ռեպորտաժում։ Ատոմակայանի վերաբերյալ կա որոշում, լինելու է մոդուլային, տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարն է հայտնել։
Ինչ է մոդուլային ատոմակայանը, ինչքանով է հարմար Հայաստանին։ Մենք շարունակել ենք ուրեմն ուսումնասիրել մեզ տրվող առաջարկները այդ մասով, մասնավորապես եւ Ռուսաստանի Դաշնության, եւ Միացյալ Նահանգների, եւ Չինաստանի, եւ Կորեայի, եւ Ֆրանսիայի մասով։ Մոդուլային ատոմակայանը փոքր հզորության ատոմային ռեակտոր է, որը կառուցվում է մոդուլներով, առանձին ստանդարտացված բլոկների տեսքով եւ հետո հավաքվում է տեղում։ Նման տեխնոլոգիա արդեն կիրառվում է Ռուսաստանում եւ Չինաստանում, իսկ Միացյալ Նահանգներում առայժմ նման կայան չկա, չնայած գերտերությունն առաջատար է տեխնոլոգիայի զարգացման ոլորտում։ Մոդուլային ատոմակայանի մասին խոսել էր Միացյալ Նահանգների փոխնախագահը Հայաստան եւ Ադրբեջան այցի մանրամասները հայտնելիս։ J.D. Vance-ի խոսքով նախատեսում են Հայաստանի հետ կնքել խաղաղ ատոմի ոլորտում համագործակցության համաձայնագիր։ Այս ֆոնին Նիկոլ Փաշինյանն ազգային ժողովում հայտարարել էր. Միանշանակ եւ աներկբա Հայաստանի եւ Ադրբեջանի էներգետիկ համակարգերը միանալու են իրար եւ փոխադարձաբար նույն պայմաններով օգտվելու են եւ արտահանման եւ ներմուծման հնարավոր պայմաններից։ Մոդուլային ատոմակայան ունենալու եւ Հայաստանի էներգետիկ համակարգը հարևան պետությունների էներգետիկ ցանցին միացնելու հայտարարությունները, ծրագրերը վտանգի տակ են դնում Հայաստանի էներգետիկ անվտանգությունը, կարծում է պատգամավոր Արթուր Խաչատրյանը։ Եթե մեծ համակարգը միանում է փոքր համակարգին, մենք ավելի փոքր համակարգ ենք, քան Ադրբեջան, դա էներգետիկ էքսպանսիայի, էներգետիկ կլանման էական ռիսկ կա։ Կարեն Միրզոյանն էլ ընդգծում է, որ աշխարհը միացյալ էներգետիկ համակարգերի է ձգտում, որը կայունության ու անվտանգության մասին է։ Նա տեսականորեն էներգետիկ համագործակցությունը հնարավոր է համարում նաև տարածաշրջանի մակարդակով՝ Իրան, Վրաստան, Ադրբեջան, Թուրքիա եւ Հայաստան։ Խոսքը այստեղ գնում է այլ բանի մասին, թե ինչպես է դա կատարվում, ում հաշվին է դա կատարվում, արդյոք այսօր Հայաստանի էներգետիկ համակարգը դրան պատրաստ է, թե ոչ։ Հաշվի առնելով տեղի ունեցող գործընթացները երկրի ներսում, երբ որ անհասկանալի պատճառներով, երկրի խոշորագույն ընկերություններից մեկը ՀԵՑ-ը, որը օժտված է օրենքով միակ կառույցն է, որը իրավունք ունի հոսանք վաճառելու եւ զբաղվել այդ հարցերով։ Այսօր ունի անհասկանալի կարգավիճակ, թաղված է միջազգային դատական գործընթացներում, որոնք ուղղակի նրա հետագա գոյությունը կասկածի տակ են դնում։ Հաշվի առնելով նաև մեր էներգետիկ համակարգի այսօրվա խղճուկ վիճակը, որի արդյունքը մենք մեր մաշկի վրա ենք զգացել անցյալ տարվա բազմաթիվ հոսանքի անջատումների դեպքում, այս ամենը ուղղակի տարակուսանք է առաջացնում։ Օրվա քամուն հետևող քաղաքագետների ուսումնասիրությունը բավական չէ էներգետիկ անվտանգության վերաբերյալ նման լուրջ որոշում կայացնելու համար, ընդգծում է Միրզոյանը։ Մոդուլային ատոմակայանը կարող է ուժեղացնել Հայաստանի էներգետիկ կայունությունը, սակայն դա միաժամանակ նոր խնդիրներ է առաջ քաշելու՝ հանրային ու քաղաքական համաձայնության ապահովման, անվտանգության մակարդակի բարձրացման, տեխնիկական ենթակառուցվածքների արդիականացման եւ տարածաշրջանային էներգետիկ ցանցերի ինտեգրման առումով։ Անի Աբաղյան, Էդիկ Մալաքյան, Մհեր Դավթյան, Նոնա Գևորգյան, ABC Media։ Հայաստանի քաղաքական օրակարգում առաջիկա շաբաթները խոստանում են լինել հագեցած եւ բովանդակային ծանր զարգացումներով։ Մարտ ամիսը կարող է դառնալ այն կետը, որտեղ հատվում են արտաքին հարաբերությունները եւ ներքին քաղաքական հաշվարկները։ Բաց սահմաններ, նոր սահմանադրություն եւ դրանց շուրջ ձևավորվող նոր քննարկումներ։ Առանձին վերցրած սրանք տարբեր բնույթի գործընթացներ են, սակայն ժամանակային համընկնումը ըստ մի շարք փորձագետների ենթադրում է, որ դրանք դիտարկվում են մեկ ընդհանուր քաղաքական տրամաբանության շրջանակում։ Թե ինչպես են քաղաքագետները մեկնաբանում այս համընկնումները եւ ինչ ռիսկեր կամ հաշվարկներ են տեսնում դրանց մեջ, Սետա Մակարյանի ռեպորտաժում։ Մարտ ամիսը կարող է շրջադարձային լինել ինչպես Հայաստանի ներքին քաղաքական օրակարգում, այնպես էլ արտաքին հարաբերությունների համատեքստում։ Տարբեր փորձագիտական շրջանակների գնահատմամբ հենց այդ ամսին իշխանությունը նախատեսում է երկու կարևոր գործընթաց՝ բացել հայ-թուրքական սահմանը եւ հանրությանը ներկայացնել նոր սահմանադրության տեքստը։ Քաղաքագետները նկատում են, որ ժամանակային համընկնումը պատահական չէ։ Խորհրդարանական ընտրություններից առաջ իշխանությունը փորձում է ձևավորել նոր քաղաքական միջավայր եւ օրակարգ, որտեղ արտաքին քաղաքական քայլերը դառնում են քաղաքական հաշվարկի մաս։ Բոլորի համար գաղտնի չէ, որ Թուրքիան եւ Ադրբեջանը ամեն ինչ անելու են, որ այսօրվա իշխանությունը վերարտադրվի, եւ այսօրվա իշխանության վերարտադրման կողմնակից են նաեւ այսօրվա Եվրամիության ղեկավարությունը, որովհետեւ նրանք մի անգամ չէ, որ հայտարարել են, որ
իրենք ոչ միայն աջակցում են այս իշխանությանը, մտահոգված են, որ այս իշխանությունը կարող է խնդիրներ ունենա։ Քաղաքագետները հայ-թուրքական սահմանի բացման թեման դիտարկում են որպես քաղաքական ազդակ ընտրական գործընթացների նախաշեմին։ Նրանք հիշեցնում են թուրքական պաշտոնական շրջանակներից հնչած հայտարարությունները, որոնք Հայաստանում առաջիկա ընտրությունների համատեքստում ակնհայտ քաղաքական ակնարկներ էին պարունակում։ Ընտրություններին ընդառաջ գործող իշխանությունը պետք է նվերներ ստանա Ադրբեջանից եւ Թուրքիայից, որտեղ ամբողջ իմաստը այն է, որ պետք է օգնեն վերընտրվի քաղաքացիական պայմանագիրը, որտեղ Հայաստանում երբեք նման իշխանություն չի լինի, որը կգնա բոլոր զիջումներին, եւ այստեղ նաեւ կարեւոր նյուանս գոյություն ունի։ Եթե իշխանությունը չի վերարտադրվում, ապա ԿՊ-ի վերնախավերի համար անձնական խնդիրներ են առաջանում։ Նույն համատեքստում են դիտարկվում նաեւ Ադրբեջանի հետ էներգետիկ համակարգերի հնարավոր ինտեգրման վերաբերյալ հրապարակային քննարկումները։ Գուցե մի քանի նոր պահանջների վերադարձ, որոնց վերջերը դատեցին որպես նվեր, այսինքն այս process-ը շարունակվելու է եւ ապրիլին եւ մայիսին։ Ինչ վերաբերվում է սահմանադրության փոփոխությանը, դա ուղղակի ժեստ է ցույց տալու, որ իրենք պատրաստ են սահմանադրությունը փոխել, բայց բնականաբար իրենք միջև ընտրությունները սահմանադրությունը չեն կարող դնել հանրակրվի։ Երվանդ Բոզոյանի կարծիքով առաջիկա ամիսներին Հայաստանի շուրջ ընթացող գործընթացները պետք է դիտարկել ընտրական տրամաբանության մեջ։ Նրա գնահատմամբ թուրք-ադրբեջանական քաղաքական հաշվարկներում եւս կարեւոր է, թե ով կլինի իշխանության Հայաստանում ընտրությունից հետո։ Ընտրությունների համար է այս բոլոր քայլերը։ Մարդիկ պետք է հասկանան, որ ըստ էության հիմա այս խնդիրները դա կարճաժամկետ էֆեկտ են ունենալու եւ գլխավոր նպատակը այն է, որ ամեն ինչ անեն, որ այս իշխանությունը վերարտադրվի, որովհետեւ այս իշխանության չվերարտադրման պայմաններում շատ-շատերի մոտ առաջանալ է անորոշություն։ Թուրքիայի մոտ, Ադրբեջանի մոտ, Եվրամիության ղեկավարության մոտ։ Քաղաքագետների համոզմամբ միջազգային դերակատարների համար այս փուլում առաջնային է Հայաստանից ստանալ մի քաղաքական կերպար, որը կարող է ներկայացվել տարածաշրջանում կայունություն եւ խաղաղություն ապահովող գործոն, իսկ մնացած հարցերը դառնում են այդ պատկերացման ածանցյալը։ Սեդա Մակարյան, Գեգամ Ղազարյան, ABC Media։ Տեղափոխվենք կրթական ոլորտ։ Տեխնոլոգիաները դպրոց մտան շատ արագ, բայց կրթական համակարգը դեռ փորձում է հասկանալ ինչպես ապրել դրանց հետ։ Արհեստական բանականությունը այսօր ոչ միայն մասնագետների, այլ նաև դպրոցականների առօրյայի մաս է դարձել։ Մի կողմից այն բացում է նոր հնարավորություններ ստեղծագործելու, ծրագրավորելու, նոր լուծումներ գտնելու համար։ Մյուս կողմից առաջացնում է մի լուրջ հարց. երեխաներն արդյոք շարունակում են մտածել ինքնուրույն, որքանով են մեր դպրոցները պատրաստ արհեստական բանականության նոր իրականությանը։ Դիտենք ռեպորտաժը։ Երևանի թիվ 190 ավագ դպրոցը մեկն է հանրապետության 26 դպրոցներից, որում ներդրվել է արհեստական բանականության սերունդ ծրագիրը։ 16-ամյա աշակերտ Սուրենը, որ այս դպրոցի սան է, որոշել է օգնել մարդկանց, որ անիմաստ չծախսեն իրենց կյանքի 6-ից 9 ամիսները։ Նա ստեղծել է ծրագիր, որով արհեստական բանականությունն է մեր փոխարեն գեղեցիկ ու արագ համադրում հագուստը։ Ծրագիրը ստեղծվել է մոտավորապես 4 շաբաթվա ընթացքում, ամռանը մեր ծրագրի Generation EA կողմից կազմակերպված դասընթացների շրջանակում հնարավորություն ունեցա ստեղծելու այդպիսի ծրագիր, որը հետագայում ներկայացվեց հենց Digitech-ին։ Արհեստական բանականության սերունդ ծրագրում ընդգրկված դպրոցներում բացվել են հատուկ արհեստական բանականության դասարաններ։ Թիվ 190-ում այս տարի թվով 3-րդ արհեստական բանականության դասարանն է բացվել։ 10-ից 11-րդ դասարաններում սովորում են ծրագրավորում, 12-րդ դասարանում խորանում արհեստական բանականության մեջ ու ստեղծում նախագծեր։ Այս տարի ավելի մեծ են հաջողությունները 2025-26 ուստարում դպրոց դիմել էին 100-ից ավելի աշակերտներ, ովքեր ուզում էին սովորել հենց այս ծրագրի շրջանակներում եւ FAST հիմնադրամը այս տարի թույլ տվեց դպրոցում ունենալ բացել 3 խումբ, այդպիսի արհեստական բանականության 3 խումբ ունենք 20 եւ նույնիսկ ավել աշակերտներով։ Սուրենը եւ ընկերները դասընթաց են կազմակերպել ու սովորեցրել ուսուցիչներին ինչպես դասը անցկացնել նորարարական մեթոդներով։ Ու ստուգել արդյոք երեխաները ինքնուրույն են արել տնային աշխատանքը, թե արհեստական բանականության միջոցով։ Եթե այս դպրոցներում արհեստական բանականությունը օգտագործվում է որպես զարգացման գործիք, իրավիճակն անվերահսկելի է հանրակրթական այլ դպրոցներում։ Լուծիր մաթեմատիկայից խնդիրը։ Գրիր այս շարադրությունն այնպես, որ չզգացվի, որ հեղինակը մարդ չէ։ Դպրոցականների առօրյայի մի մասն են դարձել
բացել արհեստական բանականությանն ուղղված այս հրահանգները։ Թեև սա հեշտացնում է տնային աշխատանքներն անելը, մասնագետները զգուշացնում են, առանց վերահսկողության արհեստական բանականությունը ոչ թե սովորելու, այլ առաջադրանքը հեշտ ճանապարհով անելու միջոցի է վերածվում։ Արհեստական բանականության կիրառումը անխուսափելի է, այսինքն միանշանակ է, որ մենք պետք է հիմա շեշտը դնենք արհեստական բանականության գիտության վրա, այսինքն սովորողները պետք է կարողանան արհեստական բանականությունը օգտագործել իրենց ամենօրյա աշխատանքում, դա անխուսափելի է։ Ուղղակի այդ արհեստական բանականության գիտությունը ենթադրում է, որ մենք ոչ թե պետք է մեր ուղեղը պատվիրակենք արհեստական բանականության, այլ մեր ուղեղը բեռնաթափենք։ Այս առումով զգայուն են հատկապես մինչև 15 տարեկան դպրոցականները։ Վերլուծական մտածողության ձևավորման փուլում ուղեղի աշխատանքը հեշտ տարբերակով փոխարինելու այս միջոցը հոգեբանի պնդմամբ ապագայում անգամ դեմենցիա ու ալցհեյմերի հիվանդություն կարող է առաջացնել, իսկ հոգեբանական խնդիրների առաջացումն անխուսափելի է։ Երեխաները նույնպես դրա միջոցով կարող են արագ ինֆորմացիա ստանալ, բայց բացասական առումով կարող է ազդել երեխաների սեփական մտածողության, կարողության սահմանափակումը, վերլուծական մտքի սահմանափակումը, թույլ չտալ զարգանալ երևակայությունը, որովհետև այնտեղից շատ արագ մենք կարողանում ենք ինֆորմացիա ստանալ եւ ստեղծագործական միտքը սկսում է տուժել։ Մեր դպրոցները դեռ պատրաստ չեն արհեստական բանականության օգտագործմանը, պնդում է կրթության փորձագետը։ Այն ներկայում շատ հաճախ է օգտագործվում գրագողության, ակադեմիական անազնվության, կեղծիքի նպատակով։ Պետք է դասընթացներ անել, նաև այդպես գրագողությունը բռնող ծրագրեր ստեղծել հայալեզու, որտեղ հիմա օրինակ շատ են արդեն սկսել օգտվել, խաբել, կեղծել, այդ ամեն ինչը պետք է կարգավորվի։ Մասնագետները նշում են, խնդիրը լուծելու համար արգելքներն արդյունավետ չեն։ Միջազգային փորձն է ցույց տվել, որ արգելքը բացասաբար է ազդում երկրի տնտեսության, կրթության աշխատուժի վրա։ Երկիրը դառնում է փակ, մեկուսացված, ասում է Խաչատրյանը։ Հոգեբանն էլ պնդում է, խնդիրը մասնակի արգելքներով պետք է լուծվի։ Առաջին հենց հեռախոսի սահմանափակումը պետք է լինի, որովհետև գիտենք, որ հեռախոսներով եւ սմարթֆոններով են հիմնականում երեխաները կարողանում օգտվել։ Բնականաբար դա առաջինը պետք է սահմանափակենք, որ երեխան հնարավորություն չունի օգտվելու դրանից։ Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունը սկսել է արհեստական բանականության կրթական ծրագիր, որ ցույց է տալիս ճիշտ կիրառման դեպքում այն կարող է լինել զարգացման գործիք, բայց այսօր մեր ոչ բոլոր դպրոցներն են պատրաստ այս փոփոխությանը։ Մասնագետների պնդմամբ, քանի դեռ արհեստական բանականությունը երեխաների համար միջոց է, ոչ թե գործիք, վտանգները շարունակում են գերակշռել հնարավորություններին։ Սեդա Կյուրեղյան, Տարոն Ղանդիլյան, Աշոտ Բարբարյան, ABC Media։ Օմանում ավարտվել է Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների երկրորդ փուլը, հայտնում է Թասնիմը։ Իրանի պաշտոնյաները Մասկատում հանդիպել են ամերիկացի ներկայացուցիչներ Սթիվ Ուիթքոֆի և Ջարեդ Քուշների հետ։ Առաքչին հանդիպել է իր օմանցի գործընկերոջ հետ։ Օրակարգում են երկկողմ տարածաշրջանային և միջազգային կարևոր հարցեր, այդ թվում Իրանի և Միացյալ Նահանգների միջև միջուկային ծրագրի շուրջ բանակցությունը։ Մոսկվան էլ ոչ հրապարակային կապեր է պահպանում որոշ եվրոպական առաջնորդների հետ, ասում է Լավրովը։ Լավրովի խոսքով նրանք զանգում են և խնդրում չհրապարակել այդ զրույցները։ Եվ այն մարդու մասին, որը նախընտրում է շփվել միայն միլիարդատերերի հետ, որի կղզին դարձել էր աշխարհի ազդեցիկների գաղտնի ակումբ, եւ որի մահը ոչ թե վերջ դրեց այդ կղզու գաղտնիքներին, այլ դարձավ նոր միջազգային սկանդալների առիթ։ Ջեֆրի Էփշտեյն, ինչպես կարող էր աշխարհի ամենահզոր մարդկանց գաղտնի նամակագրությունը, տեսանյութերը եւ անձնական կապերի մասին ապացույցները հայտնվել մեկ մարդու մոտ, եւ ինչու այդ արխիվը հենց հիմա բացվում, Զարա Սարգսյանն է պատմում։ Ջեֆրի Էփշտեյն, մարդ, որ նույնիսկ իր մահից հետո խառնեց աշխարհը, մարդ, որ նախընտրում էր շփվել միայն նրանց հետ, ովքեր ունեն $1 միլիարդ։ ԱՄՆ արդարադատության նախարարությունը հրապարակել է սկանդալային ֆինանսիստի դեմ հարուցված քրեական գործի եւս 3 միլիոն ֆայլ, կոմպրոմատներ աշխարհը կառավարող անձանց ու միլիարդատերերի դեմ։ Ավելի քան 3 միլիոն H, որտեղ առկա է 2000 տեսանյութ եւ 180,000 լուսանկար, մեծ մասը ինտիմ բնույթի։ Անչափահասների նկատմամբ սեռական ոտնձգությունների, մարմնավաճառության կազմակերպման եւ այլ հանցագործությունների համար մեղադրվող ֆինանսիստն իր կղզում հարուստների համար փարթիներ էր կազմակերպում եւ աղջիկներ մատակարարում։
Իսկ ով էր նա։ Բրուքլինում ծնված եւ քոլեջը թողած Ջեֆրի Էփշտեյնը կարողացավ մտնել հարուստների եւ ազդեցիկ մարդկանց շարքերը, աշխատելով Bear Stearns ներդրումային բանկում 1980-ականներին։ 2019 թվականին բանտում ինքնասպանության պահին նա իր հաշիվներին ուներ $578 միլիոն, թանկարժեք անշարժ գույք, Կարիբյան ավազանում 2 մասնավոր կղզի եւ գրեթե $380 միլիոն կանխիկ եւ ներդրումների տեսքով։ Էփշտեյնի գործինյութերում ներառված է 100-ից ավելի անուն, նա եղել է նրանցից շատերի ներդրումային եւ ֆինանսական խորհրդատուն, օգնելով նրանց խուսափել հարկերից եւ վերականգնել կորցրած միջոցները։ Ներառված անձանցից շատերը եղել են նրա կղզիներում, օգտվել առաջարկվող սեքս ծառայություններից, իսկ շատերի գաղտնի նամակագրությունն է բացահայտվել։ Իդեպ գաղտնազերծել փաստաթղթերը հանձնարարել է Դոնալդ Թրամփը, քրեական գործում շրջանառվող առանցքային անուններից մեկը։ ԱՄՆ ներկայիս առաջին տիկնոջ հետ Թրամփին ծանոթացրել է հենց Էփշտեյնը, այդ մասին ցուցմունք է տվել նրա նախկին օգնականը, որի ինքնությունը չի բացահայտվում։ Էփշտեյնը Մելանիային ծանոթացրել Դոնալդ Թրամփի հետ, նշել է նա։ Թեև դեպի կղզի թռիչքների տվյալները ցույց են տվել, որ Թրամփը 1993-ից 96 թվականներին առնվազն 8 անգամ եղել է Էփշտեյնի ինքնաթիռի ուղևոր, նա կտրականապես հերքում է։ Ես երբեք չեմ եղել Էփշտեյնի կղզում, նույնիսկ դրա մոտակայքում, եւ մինչեւ այսօրվա կեղծ եւ զրպարտչական հայտարարությունը երբեք չեմ մեղադրվել այնտեղ գտնվելու համար, նույնիսկ կեղծ լրատվամիջոցների կողմից։ 2017 թվականի նամակներից մեկում անձամբ Էփշտեյնը Թրամփին անվանել է վտանգավոր մարդ։ Ես հանդիպել եմ շատ վատ մարդկանց, բայց նրանցից ոչ մեկն այնպիսին չի եղել, ինչպիսին Թրամփն է։ Նրա մարմնում չկա եւ ոչ մի լավ բջիջ, գրել է Էփշտեյնը նամակում։ Հրապարակված փաստաթղթերում Թրամփից զատ շրջանառվում են նաեւ այլ անուններ։ Բիլ Քլինթոնն ու նրա կինը, Մեծ Բրիտանիայի արդեն նախկին արքայազն Էնդրյուն, Բիլ Գեյթսը, Իլոն Մասկը, Ռիչարդ Բրենսոնը, շատ պետությունների ղեկավարներ, անգամ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։ Էփշտեյնի ֆայլերում Զելենսկին հիշատակվում է մոտ 70 անգամ։ Համացանցում տարածվում են անգամ լուրեր, թե Զելենսկին կապված է Էփշտեյնի եւ Ուկրաինայում աղջիկների ու երեխաների առևտրի հետ։ Իբր նա թույլ է տվել մոդելային գործակալ Ժան-Լյուկ Բրունելին աղջիկներին դուրս բերել Ուկրաինայից, սակայն այս տեղեկությունը հաստատված չէ։ Էփշտեյնի ֆայլերում բացահայտվել են նաև քաղաքական թեմաներ, նաև Թուրքիայի վերջնագիրն Ասադին մինչև Սիրիայի պատերազմի սրացումը։ Փաստաթուղթը նկարագրում է 2011 թվականի Սիրիայի ճգնաժամի ամենաթեժ փուլում տեղի ունեցած հեռախոսազրույցը Թուրքիայի այն ժամանակվա արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուի եւ ՄԱԿ-ի այն ժամանակվա գլխավոր քարտուղար Բան Կի Մունի միջև։ Համաձայն փաստաթղթերի Դավութօղլուն Ասադին ներկայացրել է 2 սցենար. անհապաղ եւ հստակ ժամկետներով քաղաքական բարեփոխումների ճանապարհային քարտեզ կամ շարունակել ուժային ճնշման գիծը, ինչը կհանգեցնի միջազգային մեկուսացման, ինչպես ժամանակին մեկուսացվել են Սադամ Հուսեյնն ու Մուամմար Քադաֆին։ Այս փաստաթղթերի պատճառով անգամ իր թագավորական տիտղոսներից է զրկվել Մեծ Բրիտանիայի թագավոր Չարլզի եղբայրը, Էնդրյու Მაունթբաթեն Վինձորը։ Նա ստիպված է եղել գիշերով տեղափոխվել իր շքեղ առանձնատնից։ Հեռանալը նրա համար այնքան նվաստացուցիչ էր, որ նա որոշեց դա անել գիշերը, գրում է Դսանը։ Թե որտեղից են այս նամակները հայտնվել ֆինանսիստի մոտ, մնում է գաղտնի։ Հստակ է մի բան, սպասվում է կոմպրոմատների նոր արտահոսք։ Զարա Սարգսյան, Նոնա Գևորգյան, ABC Media։ Այս ժամի համար առանձնացրել էինք այսքանը, շարունակեք հետևել մեր հրապարակումներին, բայց չթողնելու համար ամենակարևոր ու թարմ լուրերը։ ABC լուրերի հաջորդ թողարկումը ժամը 21-ին է, եթերում կլինի Կարնի Մոթաֆյանը։